անկեղծ կլինեմ, ինձ շատ դժվար է սրա մասին երկրորդ անգամ խոսելը, բայց ես ուղղակի չեմ կարող շարունակել իմ YouTube-յան գործունեությունը առանց ձեզ հետ մեր կյանքի այս դժվար փուլով կիսվելու, քանի որ հատկապես վերջին վլոգների ընթացքում, երբ ես այցելում էի տատիկիս, ինձ միշտ գրում էիք մեկնաբանություններում, հարցնում էիք իր որպիսությունը, միշտ հետաքրքրվում էիք, նաև ունեմ հետևորդներ, ովքեր հենց աշտարակից են, հիմա ապրում են օտար երկրներում, բայց անձամբ ժամանակին ճանաչել են տատիկիս ու ինձ գրում էին, էլի հարցնում էին, ինչպես է մեր սիրելի ցողիկ տատը։ Ես հիմա ուղղակի գալ եւ նկարել վլոգներ, կարծես ոչինչ չի պատահել, չէի կարող։ Ես կորցրի իմ տատիկին, կորցրի ինձ մանկությանս կապող վերջին կամուրջը։ Տատիկս մահացավ։ Մենք վերջին օրերին եղբորս հետ շատ այցելում էինք իրեն, երբ դեռ ինքը իրեն քիչ թե շատ լավ էր զգում, մեզ հետ ավելի էր ցրվում, նստում, խոսում էր, պատմում էր իր երիտասարդ տարիներից։ Շատ հուշեր կային, որոնք փաստորեն երբեք մենք չենք իմացել, ու հենց այս վերջին օրերին այնպիսի բաներ էր պատմում, այնպիսի հետաքրքիր հիշողություններով էր կիսվում, որոնք ինձ հետ մինչև կյանքիս վերջ տանելու եմ, ու ամեն անգամ, երբ նստենք թոռնիկներով, հիշենք տատիկին, միշտ իրար պատմելու ենք, որ իր մասին հիշողությունները վառ մնան։ Տատիկիս հետ կապված շատ սիրուն օրեր ունեմ։ Ինքը իսկապես ապահովել է մեզ համար շատ հիշվող մանկություն։ Հիշում եմ մի անգամ, սրա մասին Instagram-ում էլ պատմեցի, երբ առաջին, երկրորդ դասարան էի երևի թե, մի օր դասի ժամանակ դուռը թակեցին ու ուսուցչուհին բացում է, դռան առաջ կանգնած է տատիկս, մեծ շքեղ կալաների փունջը ձեռքին, նվիրում է այդ փունջը ուսուցչուհուս ու խնդրում է, որ ինձ դասից շուտ վերցնի։ Այնքան երջանիկ էի այդ օրը, այնքան հպարտ էի, որ ինքը իմ տատին է, դասընկերներս այնպիսի փայլփլուն աչքերով էին ինձ նայում բոլորը, այնքան ուրախ էի, ու մենք իրար ձեռքի բռնած դպրոցից ոտքով բարձրացանք մեր տուն, ինքը աշտարակից եկել էր Էջմիածին, Էջմիածնից ծաղիկներ էր առել, եկել էր մեր գյուղ, իջել էր հատուկ ավտոբուսով դպրոցի կանգառում, որ ինձ դպրոցից վերցնի ու միասին բարձրանանք մեր տուն։ Ես ամառային արձակուրդներին շատ հաճախ էի գնում տատիկիս տանը մնում, երբ փոքր էի, մենակ էի գնում, երբ արդեն մի քիչ մեծ էի, այս դպրոցի վերջին տարիներին, ուսանողության տարիներին, քույրիկիս հետ էինք գնում, ես ու քույրիկս էինք մնում, քեռուս աղջիկն էլ էր մեզ միանում, երեքով, երեք թոռնիկներով տատիկի տանը, դե պատկերացրեք։ Փոքր ժամանակ էլ մենակ էի գնում հաճախ, երկար մնում էի, կարող եմ մի ամիս, երկու ամիս տատիկիս տանը մնայի, ու մենք իրար հետ միշտ ինչ-որտեղ գնում էինք, իր եղբոր տուն էինք շատ հաճախ գնում, մինչև հիմա հիշում եմ եղբոր տուն տանող այդ ճամփան, բոբոքի այգիներ էինք միասին գնում, այնքան սիրուն է անցել օրերը տատիկիս հետ։ Տատիկիս տունը միշտ կհիշեմ պատից կախված գորգով, այդ նկարը երևի երբեք չեմ մոռանա, երբեք, այդ գորգը, գորգի այդ պատկերը, երևի 100 տարի էլ անցնի, ես չեմ մոռանա, միշտ կհիշեմ։ Առավոտյան ջրի լսվող ձայնը, այն ժամանակ ջուրը ժամով էր, ու գիշերը քնելուց տատիկս միշտ ծորակները բաց էր թողնում, որ առավոտյան, երբ ջրերը տային, ձայնը լսեինք ու վեր կենայինք, ջուր հավաքեինք, դե իհարկե մենք վեր չէինք կենում, այդ ինքն էր անում, երբ մենք արդեն արտանում էինք, ինքը մեզ սպասում էր սեղանը փռած, իր տանը անհնար էր, նախաճաշ չանել չէինք կարող կբարկանար, միշտ նախաճաշ էինք անում, հաց, պանիր, լոլիկ վարունգով աղցան,
թորոված բիբար։ Թորոված բիբարի հոտը միշտ ինձ հիշեցնում է տատիկիս տունը։ Հիմա էլ երբ մեր տանը բիբար եմ խորովում, այնքան եմ երեխեքին դա պատմել, որ երբ բիբար եմ խորովում, երեխեք ասում են՝ մամ, մեր տնից տատի տան հոտն է գալիս։ Ձմեռները երբ գնում էինք, փայտի վառարան ուներ, տատիս միջանցքի հատվածում էր դնում ու այդ վառարանի մեջ կարտոֆիլ էր խորովում ու սող։ Մենք չէինք սիրում երեխաներով, բայց ինքը միշտ մեզ ստիպում էր, որ խորոված սող ուտենք, ասում էր շատ առողջ արա, քերեք այդ խորոված սոխը։ Ու հիմա Աստվածին, ինչքան եմ սիրում ես այդ խորոված սոխը։ Տատիկս մեր պաշտպանն էր։ Բոլորը ողջունում էին իրենից։ Երբ ես ու քույրիկս գնում էինք բակում, ոչ մեկ չէր կարող մեզ նեղացնել։ Ոչ մեկ, ոչ մի երեխա։ Երբ խաղեր էինք խաղում, միշտ մեր հետ շատ զգույշ էին լինում, շատ սիրալիր էին երեխաները իրենց բակի, որովհետև գիտեին, որ ցողիկ տատի թոռնիկներն են։ Իր ձայնը, իր անուշ երգելը երբեք չեմ մոռանա։ Անկամին ճեկում էր ճերճուղերը, դահիջը կախան էր պատրաստում, վերջին անգամ աղջիկն առեց աչքերը, կտուրներից մեզ ծուխին բարձրանում։ Իր կոկնոցը, որ դպրոցում բանաստեղծություն էինք սովորում, տատիս մաշված կոկնոցից համեն մի բույր է գալիս։ Այդ իմ տատիկի մասին էր։ Տատիս շատ էր սիրում կանաչիներ չորացնել ու կոկնոց կապել։ Ինքը միշտ կոկնոց էր կապում։ Ու սիրում էր բանջարի գնալ։ Այս վերջին տարիներին, որ արդեն վատ առողջ էր, չէինք թողնում, չայնանում էինք, որ բանջարի էր գնում, ասում էինք դու առողջություն չունես, ոտքերը ցավում ա, մեջքը ցավում ա, ոնց ես բանջարի գնում։ Հետո մի քանի անգամ իմացել ենք, որ մեզնից թաքուն ընկերուհիների հետ գնացել ա բանջարի, որովհետև այդ իր համար տարերք էր, ուղղակի բանջարի գնալը դա ինչ որ ապրելա միջոց չէր, դա կենսակերպ էր, սիրելի զբաղմունք էր, ընկերուհիների հետ բանջարի գնալը, շատ հեռու, ապարանի սարերը, գնում էր բանջարի, գնում էինք իր տուն, հենց մտնում էինք, մի անգամից այդ կանաչիների հոտը, սարի ծաղիկների հոտը հուշում էին անմիջապես, որ տատին դրա նախորդող օրերին բանջարի ա եղել։ Սարերից միշտ երկարակյաց ծաղիկներ էր բերում ու տանը տարբեր հատվածներում կտեսնեիր սարի 4 ծաղիկներ գարշոկով դրված։ Բալկոնում միշտ կախած ավելուկներ ուներ հյուսած։ Այնքան նրբորեն էր հյուսում այդ ավելուկները, այնքան նրբորեն։ Կանաչիներ էր չորացնում, շատ, բոլորին պատրաստ էր իր չորացրած կանաչիներից բաժանել։ Էնպես ասես դրանք աշխարհի ամենաթանկ դեղամիջոցն էին, ու իսկապես իր չորացրած կանաչիները աշխարհի ամենաթանկ դեղամիջոցն էին։ Իր չորացրած նանան, ուրցը, ծիտրոնը։ Այ տատիս շատ էր սիրում ծիտրոն չորացնել, նաև շատ խիստ էր, բայց ամեն խստության մեջ իր պատճառաբանությունն ուներ, ամեն խստություն իր բացատրությունն ուներ, միշտ։ Ինձ ու քույրիկիս այնքան տնային տնտեսուհու դասեր էր տալիս, թե ինչպես պետք է վարագույրները արդուկել, ինչպես պետք է անկողինը հավաքել։ Գիտեք, ասում են մարդ ապրում է այնքան, ինչքան ապրում են իր մասին պատմող հուշերը։ Ու ես կարող եմ ասել, որ տատիկս կապրի այնքան, քանի դեռ ողջ ենք մենք, թոռնիկներով, որովհետև մենք բոլոր թոռնիկներով իրեն շատ ենք սիրել, իսկապես։ Ես էլ, քույրիկս էլ, աղբերս էլ, քեռուս աղջիկն էլ,
շատ էինք իրեն սիրում, իսկապես շատ ենք սիրել։ Ու մենք տատիկից չասված խոսքեր չունենք, որովհետև մենք միշտ իրեն ասել ենք, որ իրեն շատ ենք սիրում, միշտ այցելել ենք իրեն, միշտ իր հետ նստել ենք, երկար զրուցել ենք։ Ինքը մեզնից ստացել այդ սերը, ջերմությունը, ու ինքն էլ մեզ կրկնակի եռակի ավելի շատ սեր ա տվել որպես տատիկ։ Իրեն շատ կկարոտեմ, շատ։ Տատիկս մահացավ իր ծերունական մահով 94 տարեկան հասակում։ Շատ առողջ էր, շատ։ Ճիշտ է, վերջին ամիսներին դե արդեն ընկել էր, սկսել էր աչքերից մի քիչ բողոքել, բայց ընդհանուր առմամբ ինքն առողջ էր։ Ինքը մահացավ իր ծերունական մահով, ինչպես կամեցավ Աստված։ Ու ես ուզում եմ ասել, որ մենք շարունակելու ենք ապրել, արարել, լինել արժանապատիվ մարդիկ, ինչպես ինքն է մեզ սովորեցրել, լինել իրեն արժանի թոռնիկներ, որովհետև ինքը շատ սիրված է եղել իր հարևանների կողմից, իր ծանոթների կողմից։ Երբ տատիկիս հոգեհանգստին գնացինք, անկեղծ կլինեմ, մի պահ իսկապես զարմանք ապրեցինք, տեսնելով, թե իր հարևանները ինչքան մեծ ցավ են ապրում իր կորստից։ Մեզ հետ հավասար հարազատի նման տատիկիս հարևանները ցավ են ապրել, կիսել են մեր ցավը, այնպես ինչպես հարազատը, ինչպես մենք, ինչպես տատիկիս սեփական աղջիկը, այնպես իր հարևանները այդ ցավը ապրել են, անկեղծ կլինեմ, ու մենք մի պահ զարմացել էինք, թե ինքը ինչքան սեր ա վայելել իր հարևանների կողմից։ Ասելու շատ բան կա, պատմելու շատ բան կա, բայց ինձ հիմա մի քիչ դժվար է ավելի երկար խոսելը։ Ուղղակի ուզում էի ձեզ ասել, որ իմ ալիքը կշարունակի աշխատել, կշարունակեմ ստեղծագործել, կշարունակեմ ձեզ հետ կիսվել մեր առօրյայով, մեր ընտանիքի տարբեր իրադարձություններով ու այն ամենով, ինչ դուք սիրում եք տեսնել իմ ալիքում։ Սպասեք հաջորդ վլոգներ։ Ամուտ գետան նռնագմինագան տանջում էին, բայց նա համար լռում էր, տանյուշան չտվեց ոչ մի պատասխան։